Պատկերացրեք մի կառավարություն, որին տրված է պետություն, բայց այդ պետությունը գոյություն չունի ոչ մի քարտեզի վրա մինչև այդ առավոտը։ Պատկերացրեք գանձարան, որտեղ դրամ չկա, բանակ, որը հազիվ մի քանի հազար հոգնած, զինված ու անզեն մարդկանցից է կազմված, եւ մայրաքաղաք, որի փողոցներում քաղցած, հիվանդ, տնից ու հայրենիքից զրկված մարդկանց թիվն արդեն գերազանցում է հենց իր բնիկ բնակչությանը։ Հիմա պատկերացրեք, որ հենց այս պահին, հենց այս պայմաններում մեկը պետք է նստի սեղանի շուրջ եւ ասի. «Այսուհետ ես պատասխանատու եմ այս ամենի համար»։ Հենց այս մարդն էր Հովհաննես Քաջազնունին, եւ հենց այս պահից սկսվեց նրա ամենադժվար գործը՝ ոչ թե հռչակել պետություն, այլ ստիպված լինել ամեն օր, ամեն ժամ փրկել այն կործանումից, որին այն արդեն մատնված էր դեռ նախքան իր ծնունդը։ Ինչ է նշանակում ղեկավարել երկիր, որը գոյություն ունի միայն թղթի վրա, մինչդեռ իրականում այն մնում այն մահամերձ մարմին է, արյունահոսող, սովահար, համաճարակի մեջ խեղդվող։ Այս պատմությունը ոչ թե այն մասին է, թե ինչպես հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, այլ այն մասին, թե ինչ արժեցավ մեկ մարդու եւ նրա փոքրաթիվ գործընկերների համար պահել ոտքի վրա մի պետություն, որը բոլոր տրամաբանական հաշվարկների համաձայն պետք է անհետանար առաջին իսկ ամսում։ 1918 թվականի մայիսի 28-ին, երբ Անդրկովկասյան Սեյմի փլուզումից հետո հայ քաղաքական գործիչները հավաքվեցին Թիֆլիսում, ապա Երևանում եւ հայտարարեցին անկախ պետության ստեղծման մասին, նրանք գիտեին մեկ բան հստակ. այս հայտարարությունը ոչ թե հաղթանակի ազդարարում էր, այլ վերջին հնարավոր քայլը, ամբողջական բնաջնջումից խուսափելու համար։ Օսմանյան բանակը դեռ առաջխաղացման մեջ էր, Սարդարապատի, Բաշ ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերում հազիվ կասեցված, բայց ոչ ջախջախված։ Հենց այս պայմաններում կազմավորվեց առաջին կառավարությունը, եւ վարչապետի պաշտոնը վստահվեց ոչ թե ամենահայտնի կուսակցական առաջնորդին, այլ մի մարդու, ով մինչ այդ հայտնի էր ոչ թե որպես բանվեճող, այլ որպես կազմակերպիչ, ինժեներական մտածողությամբ քաղաքական գործիչ, ում ուժեղ կողմը ոչ թե բոցաշունչ ճառերն էին, այլ ունակությունը, քաոսի մեջ գտնել կառուցվածք։ Հովհաննես Քաջազնունին ընդունեց այս պաշտոնը գիտակցելով, որ իրեն վիճակված է ղեկավարել ոչ թե պետություն, այլ աղետի գոտի։ Առաջին կառավարության կազմը ինքնին խոսում է այն մասին, թե որքան փոքր ու փխրուն էր այն ապարատը, որին վստահված էր հսկայածավալ խնդիրների լուծումը։ Արտաքին գործերի նախարար դարձավ Սիրական Տիգրանյանը, ֆինանսների նախարարությունը ստանձնեց Խաչատուր Կարճիկյանը, արդարադատության բնագավառը Սամսոն Հարությունյանը, պարենավորման հարցերով զբաղվեց Լևոն Խուլյանը։ Սակայն այս անունների հետևում պետք է հասկանալ մի կարևոր բան. նախարարություն որպես այդպիսին գրեթե չկար։ Չկային շենքեր, չկային արխիվներ, չկային նույնիսկ գրասենյակային կահույքի հասարակ իրեր։ Երբեմն մի ամբողջ նախարարություն տեղավորվում էր մեկ սենյակում, մեկ սեղանի շուրջ, որտեղ քարտուղարն ու նախարարը միասին էին գրում առաջին հրամանագրերը մատիտով, քանի որ թանաքն ու թուղթը նույնպես դեֆիցիտ էին։ Պատկերացրեք պետություն, որի ամբողջ պետական ապարատը կարող էր տեղավորվել մի քանի սենյակում, մինչդեռ նրա պատասխանատվության տակ գտնվում էր 100 հազարավոր մարդկանց կյանք։ Կարևոր է հասկանալ նաև, թե ինչպիսի մարդկային նյութից էր կազմված այն նեղ շրջանակը, որը շրջապատում էր վարչապետին այս ամսերին։ Նախարարների մեծ մասը երիտասարդ մարդիկ էին, հաճախ 30-40 տարեկան, ստացած եվրոպական կամ ռուսական կրթություն, ովքեր մինչ այդ երբեք չէին վարել իրական պետական գործ, բայց ունեին ուժեղ գաղափարական հավատամք ու պատրաստակամություն զոհաբերության։ Այս մարդիկ հաճախ աշխատում էին առանց աշխատավարձի կամ խորհրդանշական վարձատրությամբ, քանի որ գանձարանում պարզապես բավարար միջոցներ չկային։ Նրանց մոտիվացիան հենվում էր ոչ նյութական խթանների, այլ պատմական պահի գիտակցության վրա։ Նրանք հասկանում էին, որ մասնակցում են մի բանի, որը կամ կդառնա հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետը, կամ կմնա որպես կարճատև ողբերգական էպիզոդ։ Այս գիտակցությունը տալիս էր նրանց ուժ շարունակելու աշխատանքը նույնիսկ ամենադժվար պահերին, երբ թվում էր, թե ամեն ջանք զուր է անցնում։ Հանդիպումները հաճախ ձգձգվում էին մինչև ուշ գիշեր, մոմերի կամ պատրույգային լամպերի լույսի ներքո, քանի որ էլեկտրականությունը մայրաքաղաքում աշխատում էր անկանոն, եւ հենց այս մթին, ծխով լցված սենյակներում էին ձևակերպվում այն որոշումները, որոնցից կախված էր հազարավոր մարդկանց ճակատագիրը։ Բայց ամենասարսափելի խնդիրը, որին Քաջազնունու կառավարությունը բախվեց առաջին իսկ օրվանից, կապված չէր ոչ բանակի, ոչ սահմանների հետ։ Այն կապված էր մարդկանց հետ, ովքեր արդեն գտնվում էին այս փոքրիկ պաշարված տարածքի ներսում։ Արևմտյան Հայաստանից Եղեռնի տարիներին եւ հետո փախած գաղթակատանների հոսքը շարունակվում էր անընդհատ, եւ նրանք բոլորը շարժվում էին դեպի միակ ուղղությունը, որտեղ դեռ մնում էր հայկական իշխանություն, դեպի Երևան, դեպի Էջմիածին, դեպի այն նեղ շերտը, որ դեռ կոչվում էր Հայաստանի Հանրապետություն։ Այս մարդիկ ժամանում էին առանց տան, առանց ունեցվածքի, հաճախ առանց ընտանիքի անդամների մեծ մասի, արդեն հոյուցված երկար ճանապարհից, սովից ու հիվանդություններից։ Իսկ այն տարածքը, որտեղ նրանք հասնում էին,
Ինքն արդեն սնունդ չուներ իր բնիկ բնակչության համար, էլ չենք խոսում 100 հազարավոր նոր բնակիչների մասին։ Ինչպես կերակրել մարդկանց, երբ պահեսներում հաց չկա։ Ինչպես գտնել կտոր հող ու տանիք 100 հազարավոր մարդկանց համար, երբ սեփական քաղաքացիներն էլ արդեն ապրում են աղքատության մեջ։ Սրանք էին այն հարցերը, որոնց առաջ կանգնած էր վարչապետը իր իսկ պաշտոնավարման առաջին իսկ շաբաթից։ Հենց այս համատեքստում է, որ պետք է հասկանալ ամենադաժան որոշումներից մեկը, որին ստիպված էր գնալ երիտասարդ կառավարությունը՝ բանակցությունները Օսմանյան կայսրության հետ Բաթումում։ Հունիսի սկզբին Քաջազնունին եւ Ալեքսանդր Խատիսյանը ուղարկվեցին Բաթում որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակներ, պայմաններում, երբ Օսմանյան բանակը դեռ գերակշռող դիրքերում էր եւ Հայաստանն ուներ գործնականում զրոյական բանակցային լծակներ։ Ինչպիսի ընտրություն ունեին նրանք՝ կամ ստորագրել այն, ինչ առաջարկվում էր, կամ ռիսկի ենթարկել իսպառ ոչնչացումը։ Հունիսի 4-ին ստորագրվեց այն պայմանագիրը, որը հետագայում պատմության մեջ մտավ որպես Բաթումի պայմանագիր, եւ որով Հայաստանի Հանրապետությանը մնում էր տարածք, որը գրեթե ծիծաղելի փոքր էր, համեմատած այն հողերի հետ, որոնց մասին երազում էին հայ քաղաքական գործիչները դեռ մի քանի ամիս առաջ։ Բանակի թիվը սահմանափակվում էր, երկաթուղիների ու հաղորդակցության միջոցների նկատմամբ սահմանվում էր օսմանյան հսկողություն եւ գործնականում Հայաստանի Հանրապետությունը դառնում էր կիսակախյալ սուբյեկտ։ Այս պահին էր, որ Քաջազնունին ստիպված եղավ առաջին անգամ զգալ այն, ինչ հետագայում կդառնար նրա ամբողջ վարչապետության հիմնական երանգը՝ պատասխանատվության ու անզորության միջև գտնվող նեղ միջանցքում քայլելու զգացողությունը։ Նա ստորագրեց փաստաթուղթ, որը ամոթալի էր թվում շատերի աչքին, բայց առանց որի ամենայն հավանականությամբ Հանրապետությունն ընդհանրապես չէր գոյատևի մինչև ամառվա վերջ։ Ինչպես գնահատել այս որոշումը։ Դավաճանություն էր դա, թե միակ հնարավոր փրկության քայլը։ Այս հարցը հայ հասարակության մեջ մնաց չլուծված տասնամյակներով, եւ հենց այն ուներ իր ուրույն կշիռը այն ամենի մեջ, ինչ Քաջազնունին հետագայում կասեր իր սեփական քաղաքական ուղու մասին։ Բայց հիմա հունիսյան այն օրերին կարևորն այն էր, որ պայմանագիրը թույլ էր տալիս գոյություն ունենալ։ Իսկ գոյություն ունենալը ինչքան են ունենալը, ինչքան էլ դա նվաստացուցիչ թվա, դարձել էր վարչապետի միակ իրական նպատակը։ Վերադառնալով Երևան, Քաջազնունին ու իր կառավարությունը հայտնվեցին մի իրավիճակում, որտեղ դիվանագիտական ճնշումը փոխարինվեց ներքին վարչարարական քաոսով։ Պետք էր ստեղծել դատարաններ, երբ գործող օրենսդրություն գրեթե չկար։ Պետք էր ստեղծել դրամական համակարգ, երբ շրջանառության մեջ էին եղել կայսերական ռուբլիներ, անդրկովկասյան բոներ եւ զանազան այլ արժեթղթեր, որոնց իրական արժեքն արագորեն նվազում էր գնաճի պատճառով։ Պետք էր ստեղծել դպրոցական համակարգ, փոստային ծառայություն, ոստիկանություն, մաքսային վարչություն։ Եվ այս ամենը միաժամանակ, մի քանի ամսվա ընթացքում, մարդկանց ուժերով, ովքեր մինչ այդ երբեք չէին կառավարել ոչինչ ավելի մեծ, քան կուսակցական խմբակցություն կամ առևտրային ձեռնարկություն։ Ինչպիսի մարդ պետք է լինես, որպեսզի ամեն առավոտ արթնանաս եւ շարունակես կառուցել համակարգը, որի փլուզումը թվում է անխուսափելի։ Հատկապես դժվար էր կապի ապահովումը հեռավոր գավառների հետ, որտեղ տեղական իշխանությունները հաճախ ստիպված էին գործել լիովին ինքնուրույն, առանց կենտրոնական կառավարությունից ունից հստակ ցուցումների ստանալու հնարավորության։ Փոստային ու հեռագրական համակարգը, որը ժառանգված էր կայսերական ժամանակներից, մասամբ քայքայված էր պատերազմի հետևանքով, եւ հաղորդագրությունների առաքումը հաճախ տևում էր օրեր, երբեմն շաբաթներ, փոխանակ սովորական մի քանի ժամվա։ Այս պայմաններում շրջանային կառավարիչները ստիպված էին ինքնուրույն կայացնել կենսականորեն կարևոր որոշումներ, առանց սպասելու կենտրոնական հաստատման, ինչը ինքնին ստեղծում էր հավելյալ ռիսկ, անհամապատասխան կամ նույնիսկ հակասական քաղաքականության իրականացման տեսանկյունից տարբեր շրջանների միջև։ Ականատեսների վկայությունների համաձայն Քաջազնունին այս ամսերին քիչ էր քնում, հաճախ աշխատում էր մինչև գիշերվա ուշ ժամերը, անձամբ էր ընդունում պատվիրակություններ գաղթականներից, գյուղացիներից, զինվորական հրամանատարներից։ Նրա գրասենյակի դռների առջև հերթեր էին կազմվում մարդկանցից, ովքեր փնտրում էին կերակուր, աշխատանք, տեղեկություն կորած հարազատների մասին, արդարություն կողոպուտի կամ բռնության դեպքերում։ Իսկ նա, ինժեներական ֆոնով դաստիարակված մարդը, փորձում էր բոլոր այս մարդկային ողբերգությունները վերածել կառավարչական խնդիրների, որոնց հնարավոր է գտնել լուծում աղյուսակների ու հրամանագրերի միջոցով։ Բայց որքան էլ նա ջանար, իրականությունը մշտապես գերազանցում էր իր հնարավորությունները։ Գաղթականների թիվն այնքան մեծ էր, որ ոչ մի կազմակերպչական ջանք չէր կարող լիովին լուծել նրանց կենցաղավորման խնդիրը։ Հենց այս ֆոնին սկսեց իրեն զգացնել տալ մի նոր, առայժմ լուռ, բայց աստիճանաբար աճող սպառնալիք՝ համաճարակը։
Այն դեռ սկիզբն էր միայն, բայց արդեն ամռան վերջին բժիշկները նախազգուշացնում էին, որ գաղթականների ճամբարներում, որտեղ մարդիկ խմբված էին խտության պայմաններում, առանց մաքուր ջրի, առանց սանիտարական պայմանների, առանց բավարար սննդի, ստեղծվում է իդեալական միջավայր հիվանդությունների տարածման համար։ Կառավարությունը փորձում էր կազմակերպել բժշկական օգնություն, բայց բժիշկների, դեղորայքի ու հիվանդանոցային տեղերի պակասը այնպիսին էր, որ ամեն նոր օր բերում էր նոր զոհեր։ Ինչպես պայքարել համաճարակի դեմ, երբ դեղորայք չկա, ինչպես մեկուսացնել հիվանդներին, երբ չկա ազատ տարածք։ Այս հարցերը քաջազնունու սեղանին էին դրված ամեն օր, եւ նա գիտեր, որ առջևում սպասվում է շատ ավելի ծանր ձմեռ, քան այն, ինչին կարող էր պատրաստ լինել որևէ նոր ձևավորված կառավարություն։ Այս ամենի մեջ կար մի հատուկ ողբերգական հակասություն, որը հետագայում շատ պատմաբաններ կնշեին։ Հենց այն մարդը, ով ողջ կյանքում հավատացել էր ռացիոնալ, կառուցողական մոտեցմանը, ով ճարտարապետ էր դարձել, որովհետև հավատում էր ամուր հիմքերի ուժին, հայտնվել էր իրավիճակում, որտեղ ոչ մի ամուր հիմք գոյություն չուներ։ Նա փորձում էր կիրառել ինժեներական տրամաբանություն մի իրականության վրա, որը ենթարկվում էր ոչ թե տրամաբանության, այլ պատերազմի, սովի ու քաոսի օրենքներին։ Եվ այնուամենայնիվ, հենց այս անհամապատասխանության մեջ էր թաքնված նրա ուժը, որովհետև հենց իր համար մանրակրկիտ աշխատասեր մոտեցումն էր, որ թույլ տվեց փոքրիկ պետական ապարատին ինչ-որ կերպ գործել քաոսի պայմաններում, նույնիսկ եթե այդ գործելը ամեն օր նման էր հրաշքի։ Ինչ գին ուներ այս հրաշքը անձամբ վարչապետի համար, ինչպիսի հոգեկան ու ֆիզիկական լարվածության գնով էր նա պահպանում այս փխրուն հավասարակշռությունը, մենք կարող ենք միայն կռահել, նայելով նրա հետագա կյանքի ընթացքին։ Աշնանը մոտենալուն զուգընթաց, իրավիճակը ոչ միայն չմեղմացավ, այլև ստացավ նոր բարդ շերտեր։ Հոկտեմբերին, երբ Օսմանյան կայսրությունը առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրելով սկսեց նահանջել Անդրկովկասից, ստորագրելով Մուդրոսի զինադադարը, թվում էր, թե Հայաստանի համար բացվում է նոր, ավելի բարենպաստ շրջան։ Օսմանյան զորքերի նահանջը Լոռու հարավային շրջաններից ստեղծեց տարածքային վակուում, որը հայկական ուժերը փորձեցին արագորեն զբաղեցնել։ Բայց այս քայլը անմիջապես բախվեց Վրաստանի հակազդեցությանը, որը նույնպես հավակնություններ ուներ նույն տարածքների նկատմամբ։ Այսպիսով, հենց այն պահին, երբ թվում է, թե արտաքին սպառնալիքը Օսմանյան բանակի տեսքով նվազում է, ի հայտ եկավ նոր, միանգամայն անսպասելի ճակատ՝ հակամարտություն սեփական հարևանի՝ դաշնակցի հետ, ում հետ ընդամենը մի քանի ամիս առաջ միասին կանգնած էին Անդրկովկասյան սերմում։ Ինչպես բացատրել զինվորին, ով հազիվ էր վերապրել Սարդարապատի ճակատամարտը, որ այժմ նա պետք է կռվի ոչ թե օսմանցիների, այլ վրացիների դեմ։ Այս հարցի պատասխանը կդառնար հաջորդ մեծ փորձությունը քաջազնունու կառավարության համար։ Պետք է հասկանալ նաև, թե ինչու հենց Երևանը, մի քաղաք, որը մինչ այդ երբեք չէր հանդիսացել հայկական քաղաքանկիական կյանքի կենտրոն, հանկարծ դարձավ նորաստեղծ պետության մայրաքաղաք։ Թիֆլիսը, ավանդական հայ մշակութային ու քաղաքական կենտրոնը, մնում էր Վրաստանի սահմաններում։ Ալեքսանդրապոլը, ավելի մեծ ու ավելի զարգացած քաղաքային կենտրոն, գտնվում էր չափազանց մոտ Օսմանյան սահմանին ու ենթակա էր անմիջական ռազմական վտանգի։ Երևանը, փոքր, նահանգային, հազիվ մի քանի տասնյակ հազար բնակչությամբ քաղաք, մնում էր միակ իրատեսական տարբերակը, թեկուզ նրա ենթակառուցվածքը բացարձակապես անպատրաստ էր դառնալու մայրաքաղաք։ Կառավարական շենքեր գրեթե չկային, կապի միջոցները եղանակի կախվածությամբ հաճախ ընդհատվում էին, եւ հենց այս պայմաններում քաջազնունին ու իր նախարարները ստիպված էին սկսել աշխատանքը, գործնականում դատարկ տեղից կառուցելով պետական մեքենայի ամեն մի մասը։ Առաջին շաբաթներին կառավարության նիստերը հաճախ անցկացվում էին մասնավոր բնակարաններում, քանի որ հատուկ նախատեսված վարչական շենք դեռ գոյություն չուներ, եւ նախարարներից ոմանք ստիպված էին կիսել միևնույն սենյակը, որպես աշխատասենյակ։ Զուգահեռաբար կառավարությունը բախվում էր հրատապ անհրաժեշտության, ձևակերպելու սեփական դրամական միավորը, քանի որ շրջանառության մեջ եղած տարբեր տեսակի արժեթղթերի խառնուրդը նախկին կայսերական ռուբլիներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի թողարկած բոները ստեղծում էր անընդհատ խառնաշփոթ առևտրային գործարքներում։ Այս խնդիրը լիովին լուծում չգտավ քաջազնունու վարչապետության ընթացքում, եւ միայն հետագա տարիներին սկսվեց սեփական ազգային արժույթի կանոնավոր թողարկումը, բայց հենց այս սկզբնական շրջանում մշակվեցին այն սկզբունքային մոտեցումները, որոնց հիման վրա հետագայում կառուցվեց ֆինանսական համակարգը։ Միաժամանակ երկրի վարչատարածքային բաժանման հարցը, նահանգների ու գավառների սահմանների ճշգրտումը, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը, այս ամենը պահանջում էր հսկայական քանակությամբ բյուրոկրատական աշխատանք, որը կատարվում էր մարդկանց կողմից, ովքեր հաճախ միաժամանակ զբաղեցնում էին մի քանի պաշտոն, կադրերի ծայրահեղ սղության պատճառով։ Հոկտեմբերի 18-ին հայկական զորամասերը գրավեցին Քոբեր կայարանը, Թումանյանի մոտակայքում, եւ հրաժարվեցին ենթարկվել գերմանական հրամանատարության պահանջներին նահանջելու։
Այս դրվագը դարձավ առաջին կայծը մի հակամարտության, որը մի քանի շաբաթվա ընթացքում պիտի վերածվեր լիարժեք պատերազմի։ Քաջազնունին հին հասկանալով, թե որքան կործանարար կարող է լինել բախումը, հենց այն ժամանակ, երբ երկիրը դեռ չէր ապաքինվել նախորդ պատերազմից, հոկտեմբերի 26-ին Թիֆլիս ուղարկեց հեռագիր, որով Հայաստանի կառավարությունը համաձայնվում էր հետ քաշել իր զորքերը վիճելի բնակավայրերից եւ առաջարկում էր շարունակել խորհրդակցությունները սահմանազատման շուրջ։ Սա ցույց է տալիս մի կարևոր գիծ նրա բնավորության մեջ։ Նույնիսկ ամենասուր ճգնաժամի պահին նա նախապատվությունը տալիս էր բանակցությանը, ոչ թե սրի ուժին թեկուզ, եւ գիտեր, որ իր իսկ բանակի հրամանատարներից շատերը դժգոհում էին այս զգուշավոր զիջողական գծից։ Բայց դիվանագիտական ջանքերը այս անգամ բավարար չեղան։ Վրաստանի կողմը համաձայնեց զինադադարի, սակայն իրական բանակցությունները տեղում կանգնեցին, եւ դեկտեմբերի սկզբին մարտական գործողությունները վերսկսվեցին։ Լոռու շրջանում, հատկապես Ուզունլար գյուղի շրջակայքում, բռնկվեց տեղական ապստամբություն վրացական իշխանության դեմ, եւ դեկտեմբերի կեսերին հայկական զորքերն արդեն վերահսկում էին վիճելի բնակավայրերի մեծ մասը, մինչդեռ վրացական ուժերը կրում էին ծանր կորուստներ ու սկսում էին նահանջել։ Սա էր այն պահը, երբ բրիտանական հրամանատարությունը, որի ուժերն արդեն սկսել էին հայտնվել Անդրկովկասում, Մուդրոսի զինադադարից հետո միջամտեց, որպես միջնորդ։ Դեկտեմբերի 31-ին բրիտանական ճնշման ներքո ռազմական գործողությունները դադարեցվեցին ողջ ռազմաճակատով եւ վրացական զորքերի առաջխաղացումը կանգնեցվեց։ Սակայն հաղթանակը, եթե այն կարելի է անվանել հաղթանակ, ուներ դառահամ։ Հայաստանի Հանրապետությունը, որը դեռ մի քանի ամիս առաջ պայքարում էր գոյատևման համար օսմանյան բանակի դեմ, այժմ ստիպված էր վատնել իր եւ այնպես չնչին ռեսուրսները հարևան հանրապետության դեմ պատերազմում։ Զինվորները, ովքեր կարող էին պաշտպանել գաղթականների ճամբարները կամ օգնել պարենավորման աշխատանքներում, ուղարկվեցին ռազմաճակատ վիճելի գյուղերի համար։ Իսկ հասարակական կարծիքի մեջ սկսեց արմատավորվել դառը զգացողություն, թե երկու փոքր, արյունականված ժողովուրդներ փոխանակ միավորվելու ընդհանուր թշնամու դեմ թուլացնում են միմյանց հենց այն պահին, երբ երկուսին էլ սպառնում է անհամեմատ ավելի մեծ վտանգ։ Քաջազնունին անձամբ, ինչպես վկայում են ժամանակակիցները, խորապես ցավում էր այս հակամարտության համար եւ կրկին ու կրկին փորձում էր հասնել կայուն հաշտության, գիտակցելով, որ ցանկացած ռեսուրս ծախսված եղբայրասպան բախման վրա նշանակում էր մեկ քայլով ավելի մոտենալ սեփական ժողովրդի սովից ու հիվանդությունից մահվան։ Հարկ է նշել նաեւ, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ այս հակամարտությունը հենց Երևանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։ Գերմանական ու օսմանյան դիտորդները, ովքեր դեռ որոշ ժամանակով ներկա էին տարածաշրջանում, Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո փորձում էին օգտվել այս հակամարտությունից, ամրապնդելու սեփական ազդեցությունը երկու հակամարտող կողմերի վրա։ Քաջազնունին, գիտակցելով այս վտանգը, փորձում էր հավասարակշռված դիվանագիտություն վարել, խուսափելով չափազանց մոտենալուց որևէ մեկ արտաքին ուժի, որը հետագայում կարող էր պահանջել քաղաքական փոխհատուցում իր աջակցության դիմաց։ Այս զգուշավոր բազմավեկտոր դիվանագիտությունը, թեև հաճախ քննադատվում էր ինչպես չափազանց թույլ, այնպես էլ չափազանց զգույշ, ի վերջո թույլ տվեց Հայաստանին խուսափել լիակատար կախվածությունից որևէ մեկ արտաքին հովանավորից, պահպանելով գոնե ձևական ինքնուրույնություն որոշումների կայացման հարցում։ Հարկ է հիշեցնել նաև, որ բանակի կառուցում ինքնին, նույնիսկ առանց արտաքին հակամարտության, հսկայական մարտահրավեր էր ներկայացնում։ Հայկական կանոնավոր զինված ուժերը, որոնք ձևավորվել էին կամավորական ջոկատներից ու նախկին կայսերական բանակի հայազգի զինվորներից, տառապում էին զինամթերքի, հագուստի ու պարենի սուր պակասից։ Զինվորները հաճախ սոստիպված էին կռվել գրեթե ձեռնունայն, կրելով մաշված համազգեստ, երբեմն նույնիսկ առանց պատշաճ կոշիկների ձմեռային պայմաններում։ Ռազմական հրամանատարությունը, չնայած այս սահմանափակումներին, ձգտում էր պահպանել կարգապահություն ու մարտունակություն, բայց ռեսուրսների մշտական պակասը ուղղակիորեն ազդում էր ինչպես բանակի բարոյահոգեբանական վիճակի, այնպես էլ նրա իրական մարտունակության վրա։ Կառավարությունը ստիպված էր մշտապես ընտրություն կատարել, թե որքան ռեսուրս հատկացնել բանակին, քաղաքացիական բնակչության հրատապ կարիքների հաշվին, եւ այս հավասարակշռությունը երբեք չէր գտնում կայուն, բոլորին բավարարող լուծում։ Հենց այս ֆոնին, երբ երկիրը միաժամանակ պայքարում էր երկու ճակատով՝ արտաքին հակամարտության եւ ներքին կործանման դեմ, սկսեց խորանալ մեկ ուրիշ, առայժմ քիչ խոսված խնդիր՝ վստահության ճգնաժամը հենց իշխանության հանդեպ։ Ընդդիմադիր խմբերը, հատկապես ժողովրդականներն ու սոցիալիստ հեղափոխականները, աճող ձայնով քննադատում էին Դաշնակցության գրեթե մենաշնորհային դիրքը իշխանության մեջ։ Խոսում էր այն մասին, որ որոշ պաշտոնյաներ եւ վաճառականներ, օգտվելով քաղցի պայմաններից, հարստանում են սև շուկայում, մինչդեռ սովորական բնակիչներն ու գաղթականները մեռնում են փողոցներում։ Ճիշտ էին այս մեղադրանքները լիովին,
թե մասամբ չափազանցված էին քաղաքական պայքարի բովում ծնված մեղադրանքներ։ Այս հարցին դժվար է տալ միանշանակ պատասխան նույնիսկ այսօր։ Բայց փաստն այն է, որ Քաջազնունու կառավարությունը ստիպված էր գործել ոչ միայն ֆիզիկական աղետի, այլև աճող քաղաքական անվստահության պայմաններում, երբ իր իսկ որոշումների յուրաքանչյուր քայլը վերածվում էր հանրային բանավեճի առարկայի։ Ձմեռը 1918-ից 1919 թվականներին անցավ պատմության մեջ որպես ամենադաժան շրջանը ողջ Հայաստանի Հանրապետության կարճատև գոյության ընթացքում։ Համաճարակը, որի մասին բժիշկները զգուշացնում էին դեռ ամռանը, այժմ վերածվել էր անվերահսկելի ողբերգության։ Տիֆը տարածվում էր գաղթականների ճամբարներից դեպի քաղաքներ ու գյուղեր, հատկապես Երևանում, Էջմիածնում ու Ալեքսանդրապոլում, եւ ամեն օր հազարավոր մարդիկ դառնում էին նրա զոհը։ Հիվանդանոցները, եթե կարելի է անվանել հիվանդանոց, մի քանի սենյակ, առանց բավարար մահճակալների, դեղորայքի ու անձնակազմի, լցված էին այնքան, որ հիվանդներին տեղավորում էին նաև գետնին, միջանցքներում, եկեղեցիների շենքերում, որոնք շտապ վերածվում էին ժամանակավոր բուժկետերի։ Բժիշկների ու բուժքույրերի պակասը այնպիսին էր, որ նույնիսկ նվազագույն խնամքը շատերի համար անհասանելի էր դառնում։ Ականատեսների նկարագրություններով Երևանի փողոցներում կարելի էր տեսնել դիակների սայլեր, որոնք ամեն առավոտ հավաքում էին գիշերվա ընթացքում մահացածներին, եւ այս պատկերը դարձել էր այնքան առօրյա, որ մարդիկ դադարել էին նույնիսկ սարսափել դրանից։ Հատուկ ուշադրության արժանի է որբերի ողբերգությունը, որը դարձել էր գուցե ամենասրտառուչ խնդիրը այս ամբողջ աղետալի շրջանում։ Հազարավոր երեխաներ, կորցնելով ծնողներին ինչպես եղեռնի, այնպես էլ հետագա սովի ու համաճարակի հետևանքով, հայտնվում էին լիովին անօգնական վիճակում, առանց խնամքի, առանց սննդի, հաճախ թափառելով քաղաքների ու գյուղերի փողոցներով։ Կառավարությունը, հասկանալով, որ այս երեխաները ներկայացնում են ազգի ապագան, փորձում էր կազմակերպել որբանոցներ, բայց սեփական ռեսուրսներով այս խնդիրը գործնականում անլուծելի էր։ Հենց այստեղ է, որ միջազգային բարեգործական կազմակերպությունների դերը դառնում էր առանցքային, եւ հազարավոր հայ երեխաների կյանք փրկվեց հենց նրանց միջոցով։ Հենց այս ամենածանր պահին էր, որ Հայաստանի կառավարությունը ստիպված եղավ դիմել արտաքին օգնության, եւ հենց այս ուղղությամբ ամերիկյան բարեգործական կազմակերպությունների ներգրավումը դարձավ գործնականում մինու միակ իրական հույսի աղբյուրը։ Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպության առաքելությունները, որոնք արդեն գործում էին տարածաշրջանում, սկսեցին ուղարկել պարեն, դեղորայք, հագուստ եւ բժշկական անձնակազմ դեպի Հայաստան։ Քաջազնունու կառավարությունը, հասկանալով, որ սեփական ուժերով երկիրը չի կարողանա հաղթահարել այս ողբերգությունը, արեց ամեն ինչ դյուրացնելու համար այս օգնության մուտքն ու բաշխումը, թեկուզ դա նշանակում էր ընդունել, որ նորաստեղծ պետությունը, որի հռչակած նպատակն էր ինքնուրույնությունը, առաջին իսկ ամիսներից կախված է դառնում օտար բարեգործությունից։ Ինչպիսի զգացողություն կարող էր ունենալ մի վարչապետ, ով ստիպված է հրապարակայնորեն խնդրել օտար պետություններից հաց իր ժողովրդի համար, մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն այդ ժողովուրդը հռչակել էր իր անկախությունը որպես պատմական հաղթանակ։ Սակայն Քաջազնունին հասկանում էր, որ հպարտությունը պետք է զոհաբերել, եթե դրա գինը մարդկանց կյանքն է, եւ նա անձամբ ուղղորդում էր դիվանագիտական ջանքերը ապահովելու համար օտարերկրյա օգնության հնարավորինս արագ ու անխափան հոսքը։ Ամերիկյան առաքելության ներկայացուցիչները, ովքեր ժամանել էին տարածաշրջան դեռ պատերազմի տարիներին, ականատես էին եղել բազմաթիվ ողբերգական տեսարանների, եւ իրենց հաշվետվություններում, որոնք ուղարկվում էին Նյու Յորք ու Վաշինգտոն, նկարագրում էին մի պատկեր, որը դժվար էր հավատալ նույնիսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո տեսած աշխարհին։ Այս հաշվետվությունների շնորհիվ էր, որ Միացյալ Նահանգներում կազմակերպվեց լայնածավալ բարեգործական արշավ, որի ընթացքում հավաքագրված միջոցներով գնվում էին ալյուր, բժշկական պարագաներ, հագուստ, որոնք նավերով ուղարկվում էին Սև ծովի նավահանգիստներով ու հետագայում փոխադրվում ցամաքով դեպի Հայաստանի խորքերը։ Այս մատակարարման շղթան ինքնին հսկայական լոգիստիկ մարտահրավեր էր, հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի քայքայված վիճակը ու անվտանգության հարցերը ճանապարհների երկայնքով, եւ կառավարությունը ստիպված էր հատկացնել սահմանափակ ռազմական ուժեր, ուղեկցելու համար այս կենսական նշանակության քարավանները։ Զուգահեռաբար կառավարությունը շարունակում էր իր տքնաջան աշխատանքը, ստեղծելու համար պետական ինստիտուտների նվազագույն կմախքը, առանց որի ոչ մի կայուն ապագա հնարավոր չէր լինել։ Ստեղծվեցին առաջին դատարանները, թեև դատավորների պատրաստվածությունը հաճախ սահմանափակվում էր նախկին կայսերական իրավական փորձով, որը հազիվ էր հարմարվում նոր պետության իրողություններին։ Սկսվեց աշխատանք դրամական համակարգի կայունացման ուղղությամբ, թեև գնաճը մնում էր անվերահսկելի, եւ գյուղացիներն ու վաճառականները հաճախ նախընտրում էին ապրանքափոխանակությունը, քան վստահել թղթադրամներին, որոնց արժեքը կարող էր կիսով չափ նվազել մեկ շաբաթվա ընթացքում։
Կրթության բնագավառում փորձեր էին արվում պահպանել գոնե տարրական դպրոցական ցանցը, թեև ուսուցիչների մեծ մասը կամ զոհվել էր, կամ գաղթել, կամ ստիպված էր աշխատել առանց աշխատավարձի, զուտ հայրենասիրական մղումով։ Այս ամենի հետևում կանգնած էր մի փոքրաթիվ խումբ պաշտոնյաների, ովքեր փորձում էին կրկնօրինակել արտի պետության հիմնական ինստիտուտները, առանց ունենալու ոչ բավարար կադրեր, ոչ բավարար մավարար միջոցներ, ոչ նույնիսկ բավարար ժամանակ։ Հենց այս պայմաններում ավելի ու ավելի բարձր էր հնչում ընդդիմության քննադատությունը։ Ժողովրդական կուսակցության ու սոցիալիստ հեղափոխականների ներկայացուցիչները խորհրդարանում պահանջում էին կառավարության կազմի ընդլայնում, ընդգրկելով այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պնդելով, որ մեկ կուսակցության մենաշնորհը իշխանության մեջ նույնիսկ ճգնաժամի պայմաններում վտանգավոր նախադեպ է ստեղծում երիտասարդ ժողովրդավարության համար։ Զուգահեռաբար տարածվում էին լուրեր կոռուպցիայի, պաշտոնյական չարաշահումների, պարենային ապրանքների անօրինական վաճառքի մասին, որոնց հեղինակները հաճախ մատնանշվում էին հենց իշխող կուսակցության շրջանակներում։ Հատկանշական է, որ ընդդիմության ամենադաժան հարձակումները հաճախ ուղղված էին ոչ թե անձամբ Քաջազնունու, այլ ամբողջ համակարգի դեմ, որում մեկ կուսակցություն վերահսկում էր և գործադիր, և մեծամասամբ օրենսդիր իշխանությունը։ Խորհրդարանական քննարկումների ընթացքում հնչում էին կոշտ մեղադրանքներ, թե իբր որոշ շրջանային կառավարիչներ, օգտվելով պատերազմական դրությունից, կամայականորեն էին բաշխում սակավաթիվ պարենային պաշարները, նպաստելով իրենց մերձավոր շրջանակի ներկայացուցիչներին։ Այլ մեղադրանքներ վերաբերում էին զինվորական մատակարարումների պայմանագրերին, որոնցում իբր ներգրավված էին անձինք, կապված իշխող կուսակցության ղեկավարության հետ։ Կառավարությունը փորձում էր հակադարձել, ստեղծելով վերահսկելով վերահսկիչ հանձնաժողովներ, բայց այս հանձնաժողովների անդամներն իրենք հաճախ նշանակվում էին նույն սահմանափակ շրջանակից, ինչը դժվարացնում էր անկախ, օբյեկտիվ քննության հնարավորությունը։ Ինչքանով էին այս մեղադրանքները հիմնավորված, դժվար է հաստատել այսօր ամբողջական ճշգրտությամբ, բայց փաստը մնում է փաստ։ Հանրային վստահությունը իշխանության հանդեպ, որը սկզբում հենվում էր ազգային միասնության զգացողության վրա, աստիճանաբար քայքայվում էր ամեն նոր ամսվա հետ սովի ու հիվանդության պայմաններում։ Պետք է հատուկ նշել նաև գյուղատնտեսության վիճակը, որը հենց այս շրջանում դառնում էր ամենակենսականորեն կարևոր ոլորտներից մեկը։ Երկրի փոքրիկ լեռնային տարածքը, որն արդեն իսկ չուներ բավարար վարելահողեր իր բնիկ բնակչության պահանջները հոգալու համար, այժմ ստիպված էր կերակրել նաև 100 հազարավոր նոր ժամանածների։ Գյուղատնտեսության նախարարությունը փորձում էր կազմակերպել սերմացուի բաշխում, գյուղատնտեսական գործիքների վերանորոգում, ոռոգման համակարգերի պահպանում, բայց այս ամենը կատարվում էր մարդկային ուժի սուր պակասի պայմաններում, քանի որ գյուղական բնակչության զգալի մասը կամ զոհվել էր պատերազմում, կամ զբաղված էր ռազմական ծառայությամբ։ Բերքահավաքի արդյունքները 1918 թվականին եղան ցածր, ինչպես եղանակային անբարենպաստ պայմանների, այնպես էլ աշխատուժի պակասի պատճառով, ինչը ուղղակիորեն սրեց հաջորդ ձմռան պարենային ճգնաժամը։ Այս իրավիճակը ստիպեց կառավարությանը ընդունել արտակարգ միջոցներ, ներառյալ պարենային ապրանքների պարտադիր հանձնման որոշակի ձևեր, որոնք թեկուզ ընկալվում էին ցավոտ գյուղացիության կողմից, դիտվում էին որպես անխուսափելի քայլ ընդհանուր սովից խուսափելու համար։ Քաջազնունին ինքը, ինչպես երևում է նրա հետագա արտահայտություններից, խորապես գիտակցում էր այս խնդիրների լրջությունը։ Նա մի քանի անգամ փորձեց ընդլայնել կառավարությունը, ներգրավելով այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեև այս փորձերը հաճախ խափանվում էին կուսակցական տարաձայնությունների պատճառով։ Նրա մոտեցումը, ինչպես վկայում են ժամանակակիցները, հիմնված էր ոչ թե կուսակցական հավատարմության, այլ գործնական արդյունավետության սկզբունքի վրա։ Նա նախընտրում էր աշխատունակ, կոմպետենտ մարդկանց, թեկուզ նրանք չպատկանեին դաշնակցությանը, քան հավատարիմ կուսակցականներին, ովքեր սակայն չունեին անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ։ Այս մոտեցումը հաճախ նրան հակադրում էր սեփական կուսակցության ավելի ռադիկալ թևին, որը կարծում էր, թե ազգային ճգնաժամի պայմաններում իշխանությունը պետք է մնա միայն դաշնակցության ձեռքում, քաղաքական միասնության ապահովման համար։ Այս ներքին լարվածությունը հասավ իր գագաթնակետին 1919 թվականի սկզբին, երբ մի շարք նախարարներ հրաժարական տվեցին կամ փոխարինվեցին, արտացոլելով իլով ինչպես քաղաքական պայքարը, այնպես էլ պարզապես ֆիզիկական հյուծվածությունը, որին ենթարկվում էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։ Աշխատել ամիսներ շարունակ առանց հանգստի, մշտական սթրեսի ու պատասխանատվության պայմաններում, երբ ամեն սխալ որոշում կարող էր նշանակել լրացուցիչ մարդկային կյանքեր, խլում էր անգամ ամենակորովի մարդկանց ուզուժը։ Ասում են, որ Քաջազնունին ինքը այս ամիսներից զգալիորեն նիհարել էր։ Նրա դեմքին հայտնվել էին խորը կնճիռներ, և նրա մերձավորները նկատում էին, թե որքան հազվադեպ էր նա այժմ ժպտում այն համեմատությամբ, թե ինչպիսին էր մի քանի տարի առաջ։
Իշխանության գագաթին կանգնած մարդը, ով պետք է մարմնավորեր վստահություն ու հուսադրություն, ինքն էր կրում իր ուսերի վրա ողջ ազգի ցավը, եւ այս բեռը, ինչպես ցույց կտա հետագա պատմությունը, երբեք ամբողջովին չլքեց նրան։ Առողջապահության ոլորտում կառավարությունը ստիպված էր գործել գրեթե զրոյից, քանի որ նախկին կայսերական բժշկական համակարգը, որը երբեմն ծառայել էր տարածաշրջանին, ամբողջովին փլուզվել էր պատերազմի ընթացքում։ Առկա բժիշկների թիվն ակնհայտորեն անբավարար էր տարածքի ամբողջ բնակչության կարիքները հոգալու համար, ել չչենք խոսում գաղթականների լրացուցիչ հոսքի մասին։ Կառավարությունը փորձում էր ներգրավել բժիշկների ցանկացած հասանելի ռեսուրս, ներառյալ նրանց, ովքեր վերադառնում էին բանակից կամ գաղթականների շարքից, առաջարկելով նվազագույն, բայց կայուն վարձատրություն եւ առաջնահերթություն պարենավորման հարցում։ Հիվանդանոցային ցանցի ընդլայնումը սահմանափակվում էր ոչ միայն ֆինանսական, այլև ֆիզիկական ռեսուրսների պակասով։ Պարզապես բավարար շենքեր չկային, բավարար մահճակալներ, բավարար բժշկական գործիքներ։ Հաճախ դպրոցական շենքերը, եկեղեցական շինությունները, նույնիսկ մասնավոր տներն էին ժամանակավորապես վերածվում բուժկետերի, առանց համապատասխան սանիտարական պայմանների ապահովման, ինչը ինքնին նպաստում էր հիվանդությունների հետագա տարածմանը։ Բայց հենց այս ամենադժվար ամիսներին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարճ ժամանակով ընդմիջեց մշտական ողբերգության մթնոլորտը՝ Օսմանյան կայսրության վերջնական փլուզումը եւ Մուդրոսի զինադադարից բխող նոր տարածքային հնարավորությունները։ Արևմտյան Հայաստանի հողերը, որոնց մասին հայությունը երազում էր դարեր շարունակ, հանկարծ թվացին հասանելի, գոնե տեսականորեն, դիվանագիտական ասպարեզում։ Փարիզի խաղաղության կոնֆերանսը, որը սկսվում էր 1919 թվականի հունվարին, դառնում էր հայկական պատվիրակության համար այն ասպարեզը, որտեղ նրանք փորձում էին ապահովել միջազգային ճանաչում ոչ միայն արևելյան, փոքրիկ հանրապետության, այլև ողջ պատմական Հայաստանի սահմաններում։ Այս հույսերն ու ակնկալիքները որքան էլ գեղեցիկ հնչեին Փարիզի սրահներում, խորապես հակասում էին այն դառը իրականությանը, որը շարունակում էր տիրել Երևանում ու Ալեքսանդրապոլում։ Մի կողմից դիվանագիտական երազանքներ մեծ Հայաստանի մասին, մյուս կողմից մարդիկ, ովքեր շարունակում էին մահանալ սովից ու տիֆից նույն այն փողոցներում, որտեղից այդ պատվիրակությունը մեկնել էր Եվրոպա։ Հատկանշական է, որ նույնիսկ ամենադժվար ամիսներին Քաջազնունու կառավարությունը շարունակում էր հետևել դիվանագիտական արձանագրության պահանջներին, ընդունելով օտարերկրյա պատվիրակություններ համապատասխան ծիսակարգով, կազմակերպելով պաշտոնական ընդունելություններ, թեկուզ սեղանների վրա հաճախ լինում էր հազիվ մի քանի ուտեստ։ Այս ձևականությունների պահպանումը, որքան էլ տարօրինակ թվա ամբողջական աղետի պայմաններում, ուներ իր խորը իմաստը։ Այն ազդանշան էր տալիս թե սեփական բնակչությանը, թե արտաքին աշխարհին, որ Հայաստանի Հանրապետությունը ձգտում է գործել որպես լիարժեք, պատասխանատու պետություն, ոչ թե որպես ժամանակավոր, անկարգ կազմավորում։ Այս սիմվոլիկ շերտը զուգահեռ իրական վարչարարական աշխատանքի հետ կազմում էր Քաջազնունու ընդհանուր ռազմավարության մի կարևոր մասը՝ ապահովել պետականության արտաքին տեսքն ու ներքին բովանդակությունը միաժամանակ, նույնիսկ երբ ռեսուրսները դրա համար չափազանց սահմանափակ էին։ Հայկական պատվիրակությունը Փարիզի կոնֆերանսում ինքնին չուներ ներքին միասնություն, ինչը լրացուցիչ բարդություն ստեղծեց Քաջազնունու կառավարության համար։ Երկու առանձին խմբեր փորձում էին ներկայացնել հայկական շահերը, մեկը հանրապետության պաշտոնական պատվիրակությունը, Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, մյուսը Սփյուռքի ու Արևմտյան Հայաստանի շահերը ներկայացնող Բողոս Նուբարի պատվիրակությունը։ Այս երկու կողմերի միջև գոյություն ունեին լուրջ տարաձայնություններ առաջնահերթությունների ու հերթությունների ու մարտավարության հարցում, եւ Երևանում գտնվող կառավարությունը ստիպված էր հեռավար կերպով փորձել համակարգել այս երկու պատվիրակությունների գործողությունները, առանց ունենալու ոչ արագ կապի միջոցներ, ոչ էլ իրական վերահսկողություն այն բանի վրա, թե ինչ է կատարվում հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող դիվանագիտական սրահներում։ Հեռագրերը հասնում էին ուշացումով, հաճախ աղավաղված, եւ Քաջազնունին ստիպված էր կարևոր որոշումներ կայացնել, հենվելով թերի ու հնացած տեղեկատվության վրա։ Առևտրի ու արդյունաբերության վերականգնումը, թեև սահմանափակ մասշտաբով, նույնպես կազմում էր կառավարության օրակարգի մի մասը։ Երևանում ու Ալեքսանդրապոլում գործող փոքրաթիվ գործարանները, որոնք հիմնականում մասնագիտացած էին սննդամթերքի վերամշակման ու տեքստիլի արտադրության մեջ, ստիպված էին գործել հումքի ու էներգիայի սուր պակասի պայմաններում։ Կառավարությունը փորձում էր խրախուսել տեղական արտադրությունը, հատկապես այն ապրանքների համար, որոնց ներմուծումը դարձել էր անհնարին կամ չափազանց թանկ պատերազմական պայմաններում, բայց իրական արդյունաբերական բազայի բացակայությունը սահմանափակում էր այս ջանքերի հնարավոր ազդեցությունը։ Փոքրաթիվ ձեռներեցներ, ովքեր փորձում էին վերսկսել կամ ընդլայնել իրենց գործունեությունը այս պայմաններում, հաճախ դիմում էին կառավարությանը վարկերի կամ հարկային արտոնությունների համար,
եւ այս հարցերով զբաղվելը դառնում էր եւս մեկ պատասխանատվություն արդեն գերծանրաբեռնված վարչական ապարատի համար։ Կապի միջոցների զարգացում ինքնին դառնում էր հրատապ առաջնահերթություն, քանի որ առանց հուսալի հեռագրական ցանցի անհնար էր համակարգել ոչ ռազմական, ոչ պարենավորման, ոչ էլ բժշկական օգնության բաշխման աշխատանքները ողջ երկրի տարածքով։ Կառավարությունը ներդրումներ էր կատարում գոյություն ունեցող գծերի վերականգնման մեջ, թեև սարքավորումների ու մասնագետների պակասը զգալիորեն դանդաղեցնում էր այս գործընթացը։ Ներքին վարչարարության ասպարեզում կառավարությունը շարունակում էր իր տքնաջան աշխատանքը, թեև արդյունքները հաճախ մնում էին կիսատ։ Ստեղծվեց ոստիկանական ապարատի սաղմը, թեև նրա անդամների պատրաստվածությունը հազվադեպ էր համապատասխանում անգամ նվազագույն մասնագիտական չափանիշներին։ Փորձել էին արվում կանոնակարգել հողային հարաբերությունները, հատկապես գաղթականներին ժամանակավոր հողակտորներ հատկացնելու հարցում, բայց սեփականատիրական իրավունքների բացակայությունը, փաստաթղթերի ոչնչացումը պատերազմի հետևանքով, ինչպես նաև տեղական բնակչության ու նոր ժամանածների միջև առաջացող լարվածությունը դարձնում էին այս գործընթացը չափազանց դանդաղ ու հակասական։ Հարկահավաքության համակարգը, որի վրա հենվում էր ողջ պետական բյուջեն, գործում էր հազիվ նվազագույն արդյունավետությամբ, քանի որ բնակչության մեծ մասը ինքն էլ գտնվում էր աղքատության եզրին եւ պարզապես ի վիճակի չէր վճարել հարկեր։ Արդյունքում կառավարությունը մշտապես գտնվում էր սուր դեֆիցիտի պայմաններում, ստիպված լինելով ընտրություն կատարել առաջնահերթությունների միջև, որոնք բոլորն էլ կենսականորեն կարևոր էին թվում։ Կերակրել գաղթականներին, թե վճարել բանակի աշխատավարձերը, բուժել հիվանդներին, թե ֆինանսավորել դիվանագիտական առաքելությունները։ Հենց այս անընդհատ ընտրության մեջ, այս անվերջանալի փոխզիջումների մեջ դրսևորվում էր իշխանության իրական, ոչ երևակայական բնույթը։ Ոչ ոք չէր սովորեցրել քաջազնունուն, թե ինչպես կառավարել պետություն, որտեղ ամեն ռեսուրս պակասում է եւ ամեն որոշում նշանակում է ինչ-որ մեկին զրկել կենսականորեն անհրաժեշտ բանից, հանուն մեկ ուրիշի փրկության։ Իր հետագա գրառումներում, թեև անուղղակիորեն նա հաճախ անդրադառնում էր հենց այս շրջանի հոգեբանական ծանրությանը, նշելով, որ իշխանության մեջ գտնվող մարդը, ով ստիպված է ամեն օր որոշել, թե ում կյանքը փրկել եւ ում ապրուստը զոհաբերել, այլոց օգտին, կրում է մի բեռ, որը երբեք ամբողջովին չի հեռանում, նույնիսկ երբ ինքը վաղուց արդեն հեռացած է իշխանությունից։ Այս դիտարկումը հասկանալի է, կապված է նաև նրա հետագա ընդհանուր հիասթափության հետ, քաղաքական իշխանության բնույթից, բայց հենց այս 1918-ից 1919 թվականների վարչապետության շրջանում է արմատավորվում այն փորձառությունը, որը հետագայում ձևավորելու էր նրա ողջ աշխարհայացքը։ Գարունը 1919 թվականին բերեց իր հետ մի պարադոքսալ զգացողություն, որը դժվար է ամբողջությամբ բացատրել նրանց համար, ովքեր չեն ապրել այն ժամանակների մթնոլորտում։ Մի կողմից ձմեռային համաճարակի ամենասուր ալիքն սկսում էր նահանջել, եղանակի տաքացումը որոշակիորեն մեղմացնում էր գաղթականների վիճակը, եւ սննդի մատակարարումները, թեկուզ դանդաղ, բայց սկսում էին կանոնավորվել, մասամբ շնորհիվ արտասահմանյան օգնության։ Մյուս կողմից քաղաքական մթնոլորտը երկրի ներսում գնալով ավելի լարված էր դառնում, եւ հենց այս պահին կառավարությունը որոշեց կատարել մի խորհրդանշական, բայց քաղաքականապես չափազանց բարդ քայլ՝ հայտարարել Միացյալ Հայաստանի ստեղծման մասին։ Անկախության հռչակագրի առաջին տարեդարձի օրը, մայիսի 28-ին, խորհրդարանը հռչակեց, որ Հայաստանի Հանրապետությունը այժմ ներկայացնում է ոչ միայն արևելյան, նախկինում ռուսական Հայաստանի տարածքը, այլև ամբողջ պատմական հայրենիքը, ներառյալ արևմտյան Հայաստանի նախկին Օսմանյան նահանգները։ Այս հայտարարությունը, որքան էլ ոգևորիչ հնչել հայ բնակչության ականջին ամբողջ աշխարհում, ուներ մի խորը ներքին հակասություն, որը քաջազնունին որպես գործնական մտածողությամբ մարդ չէր կարող չտեսնել։ Իրական վերահսկողություն այդ հռչակված տարածքների նկատմամբ գործնականում գոյություն չուներ։ Արևմտյան Հայաստանի նախկին նահանգները մնում էին քաոսի մեջ, առանց հայկական վարչակազմի, մասամբ վերահսկվող տարբեր տեղական ուժերի, այդ թվում քեմալական շարժման աճող ազդեցության ներքո, որը հենց այդ ամիսներին սկսում էր ձևավորվել Անատոլիայում։ Հռչակագիրը ըստ էության ուներ ավելի շատ դիվանագիտական, քան գործնական նշանակություն։ Այն ուղղված էր Փարիզի կոնֆերանսին, որպես փաստարկ հօգուտ Հայաստանի սահմանների ընդլայնման, քան իրական վարչարարական հայտարարություն։ Ինչպես պետք է զգար մարդը, ով ամեն օր պայքարում է սեփական մայրաքաղաքում հացի պակասի դեմ, երբ իր իսկ խորհրդարանը հայտարարում է տիրապետություն տարածքների նկատմամբ, որտեղ նա նույնիսկ մեկ ոստիկան չի կարող ուղարկել։ Խորհրդարանում այս հայտարարության շուրջ բանավեճը ինքնին բացահայտում է հետաքրքիր դինամիկա քաջազնունու ու իր գործընկերների միջև։
Որոշ պատգամավորներ պնդում էին, որ նման հայտարարությունը առանց իրական հնարավորության այն ապահովելու գործնականում կարող է վնասել հանրապետության հեղինակությանը միջազգային ասպարեզում, ստեղծելով տպավորություն, թե հայկական կողմը հակված է դատարկ հռետորաբանության։ Մյուսները ընդհակառակը պնդում էին, որ հենց այս պահին, երբ Փարիզի կոնֆերանսում որոշվում էր հետպատերազմյան աշխարհակարգը, չհայտարարել հավակնությունների մասին կնշանակեր կամովին հրաժարվել իրավունքներից, որոնք հետագայում այլևս հնարավոր չէր լինի վերականգնել։ Քաջազնունին ի վերջո աջակցեց հռչակագրին, բայց ինչպես վկայում են ժամանակակիցները, դա արեց ոչ թե զուտ ազգայնական ոգևորությունից, այլ սառը դիվանագիտական հաշվարկից, հասկանալով, որ միջազգային իրավական դաշտում հայտարարված իրավունքի բացակայությունը հետագայում գործնականում անհնարին կդարձներ ցանկացած տարածքային պահանջ։ Այնուամենայնիվ, հռչակագիրը ուներ նաև իր գործնական չափը, եթե դիտարկենք այն ոչ որպես անմիջական վարչարարական հայտարարություն, այլ որպես երկարաժամկետ դիվանագիտական ներդրում։ Փարիզի կոնֆերանսում գործող մեծ տերությունների ներկայացուցիչները, տեսնելով հայկական կողմի հետևողականությունը և պատրաստակամությունը ստանձնելու պատասխանատվություն ողջ պատմական հայրենիքի համար, աստիճանաբար սկսեցին լրջորեն դիտարկել Հայաստանի հարցը որպես առանձին, ինքնուրույն արժանիք ունեցող խնդիր, այլ ոչ թե որպես երկրորդական հավելում Օսմանյան կայսրության բաժանման ընդհանուր գործընթացում։ Այս դիվանագիտական աշխատանքի պտուղները, ճիշտ է, հասունացան միայն ավելի ուշ, արդեն Քաջազնունու իրավահաջորդների օրոք, բայց հիմքերը դրվեցին հենց այս ամիսներին, հենց այս կառավարության ջանքերով։ Այնուամենայնիվ, հենց այս ամենադժվար ամիսներին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է համարել Քաջազնունու կառավարության ամենակայուն ու երկարաժամկետ նվաճումներից մեկը, այնպիսին, որի ազդեցությունը շարունակվում է մինչ օրս։ 1919 թվականին հիմնադրվեց Երևանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը հետագայում կդառնար Երևանի պետական համալսարանը։ Պատկերացրեք այս որոշման խորհրդանշական ուժը։ Մի կառավարություն, որը հազիվ էր կարողանում կերակրել իր բնակչությանը, որի գանձարանը դատարկ էր, որի փողոցներում մարդիկ դեռ մահանում էին համաճարակից, միևնույն ժամանակ գտավ ուժ ու կամք ներդնելու ռեսուրսներ կրթության հիմքի ստեղծման մեջ։ Սա չէր պատահականություն։ Քաջազնունին ու իր շրջապատը խորապես հավատում էին, որ պետության իրական հիմքը ոչ թե բանակն է կամ սահմանները, այլ կրթված մասնագիտացված քաղաքացիությունը, և որ առանց սեփական բարձրագույն կրթական համակարգի ստեղծման ցանկացած պետականություն կմնա փխրուն ու կախյալ արտաքին մասնագետներից։ Այս մեկ որոշման մեջ, թերևս ավելի քան որևէ այլ տեղում, երևում է այն երկակիությունը, որը բնորոշում էր ամբողջ նրա վարչապետությունը, ամենօրյա գոյատևման հուսահատ պայքարը, միահյուսված երկարաժամկետ պետական մտածողության հետ։ Առաջին դասախոսությունները նոր հիմնադրված ուսումնական հողաստատությունում անցկացվում էին խիստ սահմանափակ պայմաններում, հաճախ առանց բավարար դասագրքերի, առանց հատուկ կահավորված լսարանների, բայց ուսանողների ու դասախոսների խանդդավառությունը փոխհատուցում էր նյութական պակասը։ Առաջին շրջանավարտները, ովքեր հետագայում դառնալու էին Հայաստանի գիտական ու մշակութային կյանքի հիմնասյուներից, հաճախ հիշում էին այն ժամանակները որպես դժվարին, բայց հոգեպես ամենահարուստ ժամանակահատվածներից իրենց կյանքում, երբ գիտության հանդեպ ձգտումը դառնում էր ինքնին դիմադրության ձև ընդդեմ ամեն կողմից շրջապատող կործանման։ Այս հակադրությունը գիտության լույսը մահվան ու քաոսի ֆոնին դառնում էր հենց այն խորհրդանիշը, որին Քաջազնունու կառավարությունը միգուցե անգիտակցաբար ձգտում էր ողջ իր գործունեության ընթացքում, բայց ներքին քաղաքական ճնշումը շարունակում էր աճել։ Ամռասկզբին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները խորհրդարանում ավելի ու ավելի բարձրաձայն էին պահանջում կառավարության արմատական վերակազմավորում։ Նրանց հիմնական փաստարկն այն էր, որ մեկ կուսակցության կողմից ամբողջ իշխանության երկարատև պահպանումը, նույնիսկ եթե դա սկզբում արդարացված էր ազգային ճգնաժամով, այժմ 14 ամիս անց դարձել է իրենք իրենով խնդիր, խոչընդոտելով անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը և կուտակելով դժգոհություն հասարակության լայն շերտերում։ Քաջազնունին ինքը, ինչպես վկայում են խորհրդարանական արձանագրությունները, բազմիցս խոստովանում էր խորհրդարանի ամբիոնից, որ կառավարությունը հեռու է կատարյալից, որ բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, և որ ինքը պատրաստ է ընդունել պատասխանատվությունը դրանց համար։ Սակայն նա նաև հետևողականորեն պաշտպանում էր այն միտքը, որ իր ղեկավարած ամսերին բացարձակապես անհնար էր գործել այլ կերպ, հաշվի առնելով ռեսուրսների ամբողջական բացակայությունը և արտաքին սպառնալիքների անընդհատությունը։ Այս երկխոսությունը կառավարության ինքնաքննադատության ու միաժամանակ իր գործողությունների պների պաշտպանության միջև կդառնար հետագայում նրա ողջ քաղաքական մտածողության հիմնական բնութագիրը։ Ամռան ընթացքում իրավիճակը էլ ավելի բարդացավ, նոր լարվածության հայտնվելով Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում, հատկապես Ղարաբաղի ու Զանգեզուրի հարցերում,
որտեղ բնակչության էթնիկ խառնուրդը և հակասական տարածքային հավակնությունները ստեղծում էին մշտական բախումների ռիսկ։ Կառավարությունը ստիպված էր միաժամանակ վարել դիվանագիտական բանակցություններ մի քանի ուղղություններով՝ Վրաստանի, Ադրբեջանի, դեռևս թույլ, բայց աստիճանաբար ուժեղացող Քեմալական շարժման հետ Անատոլիայում և միևնույն ժամանակ շարունակել ներքին վերականգնողական աշխատանքները։ Ռեսուրսների այս մշտական ցրվածությունը, ուշադրության բաժանումը միանգամից մի քանի ճակատների միջև հյուծում էր ոչ միայն պետական ապարատը, այլև անձամբ վարչապետին, ում առողջական վիճակի մասին մտահոգիչ նշումներ սկսեցին հայտնվել նույնիսկ պաշտոնական թղթակցության մեջ։ Առևտրական ու տնտեսական կապերի վերականգնումը հարևան երկրների հետ, հատկապես Վրաստանի ու Իրանի հետ, դառնում էր մեկ այլ ասպարեզ, որտեղ կառավարությունը ստիպված էր հավասարակշռել քաղաքական հակասությունները գործնական տնտեսական անհրաժեշտության հետ։ Չնայած ռազմական հակամարտությանը լոռու շուրջ, Հայաստանն ու Վրաստանը շարունակում էին կախված մնալ միմյանցից տրանսպորտային ու առևտրային առումով, քանի որ հիմնական երկաթուղային ուղիները, որոնցով անցնում էին ապրանքները, այդ թվում կենսականորեն կարևոր պարենային մատակարարումները, անցնում էին վրացական տարածքով։ Այս փոխկախվածությունը ստիպում էր երկու կողմերին էլ պահպանել գործնական համագործակցություն, նույնիսկ ամենասուր քաղաքական լարվածության պահերին, ինչը ինքնին ցույց է տալիս, թե որքան բարդ ու հակասական էին տարածաշրջանային հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում։ Միևնույն երկու պետությունները կարող էին միաժամանակ կռվել սահմանամերձ գյուղերի համար և բանակցել երկաթուղային բեռնափոխադրումների չվացուցակների շուրջ։ Հուլիսին ու օգոստոսի սկզբին լարվածությունը կառավարության ներսում հասավ մի կետի, երբ դարձավ ակնհայտ, որ Քաջազնունու գլխավորած կաբինետը այլևս չունի բավարար աջակցություն ոչ խորհրդարանում, ոչ նույնիսկ սեփական կուսակցության ներսում, շարունակելու իր գործունեությունը նույն ձևաչափով։ Աճող թվով Դաշնակցության ղեկավար անդամներ սկսեցին կողմնորոշվել դեպի կոալիցիոն կառավարության ձևավորման գաղափարը, որը կներառեր նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հատկապես ժողովրդականներին, որպես եղանակ ամրապնդելու ազգային միասնության տպավորությունը միջազգային հանրության առջև, ինչպես նաև մեղմելու ներքին քաղաքական լարվածությունը։ Ինչպես պետք է զգար մարդը, ով 14 ամիս իր ողջ ուժը, առողջությունը, նույնիսկ ընտանեկան կյանքը զոհաբերել էր հանուն այս պետության գոյատևման, երբ հասկանում էր, որ մոտենում է իր հեռանալու պահը, և որ իր հեռանալը ընկալվում է ոչ որպես կորուստ, այլ որպես անհրաժեշտ բնական քաղաքական զարգացում։ Այս ամբողջ ընթացքում խորհրդարանական աշխատանքն ինքնին ուներ իր առանձնահատուկ բնույթը, որը արժանի է հիշատակման։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, թեկուզ ձևավորված ոչ լիարժեք ընտրական գործընթացով, հատուկ պատերազմական պայմանների բերումով փորձում էր գործել ըստ արդի խորհրդարանական ընթացակարգերի, բանավեճերով, հարցումներով, կառավարության հաշվետվողականությամբ։ Այս փորձը թեկուզ անկատար ուներ իր կարևորությունը, քանի որ ձևավորում էր այն ավանդույթը, թե իշխանության ցանկացած կրող, ներառյալ ինքը վարչապետը, պարտավոր է հաշվետու լինել ընտրված մարմնի առջև։ Քաջազնունին, ի տարբերություն շատ այլ ղեկավարների ճգնաժամային իրավիճակներում, երբեք չփորձեց շրջանցել կամ լուծարել խորհրդարանը, նույնիսկ ամենասուր քննադատության պահերին, ինչը ինքնին վկայում է նրա հանձնառության մասին ժողովրդավարական ընթացակարգերի հանդեպ, թեկուզ գործնականում այդ ընթացակարգերը հաճախ դանդաղեցնում էին անհրաժեշտ արագ որոշումների կայացումը ճգնաժամային պայմաններում։ Զուգահեռաբար արժե անդրադառնալ նաև այն հարաբերություններին, որոնք Քաջազնունու կառավարությունը փորձում էր հաստատել ինքնավար կերպով գործող տեղական ինքնապաշտպանական ուժերի հետ, որոնք գործում էին տարբեր շրջաններում, երբեմն միայն ձևականորեն ենթարկվելով կենտրոնական հրամանատարությանը։ Այս ուժերի հրամանատարները, հաճախ տեղական հեղինակություն վայելող մարդիկ, ինքնուրույն կայացնում էին ռազմավարական որոշումներ, և կենտրոնական իշխանության համար մշտական մարտահրավեր էր ապահովել գոնե նվազագույն համակարգումը սեփական բանակի ու այս կիսանկախ ջոկատների միջև։ Երբեմն այս հարաբերությունները վերածվում էին բացահայտ լարվածության, հատկապես երբ կենտրոնական իշխանությունը փորձում էր սահմանափակել տեղական հրամանատարների ինքնուրույնությունը կամ պահանջել ռեսուրսների վերաբաշխում հօգուտ այլ ռազմաճակատների։ Քաջազնունին, հասկանալով այս հարաբերությունների փխրունությունը, նախընտրում էր դիվանագիտական փոխզիջումային մոտեցում, նույնիսկ երբ դա նշանակում էր զիջել կենտրոնական վերահսկողության որոշակի մասը հանուն ընդհանուր միասնության պահպանման։ Ղարաբաղի ու Զանգեզուրի հարցը արժանի է առանձին ուշադրության, քանի որ հենց այս տարածքներում Քաջազնունու կառավարությունը ստիպված էր գործել ամենասահմանափակ հնարավորությունների պայմաններում։ Այս լեռնային շրջանները, խառը հայ ու ադրբեջանական բնակչությամբ, դարձել էին վիճելի տարածք, որի կարգավիճակի շուրջ գործնականում անհնար էր հասնել համաձայնության ոչ երկկողմ բանակցությունների, ոչ միջազգային միջնորդության միջոցով։
Բրիտանական զորքերը, որոնք ժամանակավորապես հսկում էին տարածաշրջանը Անդրկովկասում, իրենց ներկայության ընթացքում փորձում էին պահպանել կարգավիճակ Քվո, հետաձգելով վերջնական որոշումը մինչև Փարիզի կոնֆերանսի եզրափակիչ որոշումները, բայց այս անորոշությունը ինքնին ստեղծում էր մշտական լարվածության աղբյուր։ Տեղական հայ բնակչությունը Ղարաբաղում ու Զանգեզուրում, զգալով, որ Երևանի կառավարությունը գործնականում անկարող է ապահովել իրենց անվտանգությունը ու հաճախ ստիպված էր ինքնուրույն կազմակերպել ինքնապաշտպանություն, առանց սպասելու կենտրոնական իշխանության հրահանգներին։ Քաջազնունի ստանալով հեռագրեր այս շրջաններից, օգնության կամ գոնե ուշադրության խնդրանքով, հաճախ ստիպված էր պատասխանել, որ կենտրոնական կառավարությունն այս պահին չունի ոչ ուժեր, ոչ միջոցներ ուղարկելու իրական օգնություն, եւ որ տեղական բնակչությունը պետք է ապավինի սեփական ուժերին ու տեղական հրամանատարների որոշումներին։ Այս անհամապատասխանությունը հռչակված Միացյալ Հայաստանի հայեցակարգի ու իրական գործնական անօգնականության միջև դարձել էր ամենացավոտ հակասություններից մեկը ողջ նրա վարչապետության ընթացքում։ Կրոնական հաստատությունների դերը այս ամբողջ ընթացքում նույնպես արժանի է հիշատակման, քանի որ հայ առաքելական եկեղեցին, հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դառնում էր ոչ միայն հոգևոր, այլև գործնական աջակցության կենտրոն կառավարության ջանքերին։ Կաթողիկոսարանը, ունենալով դարավոր փորձառություն բարեգործական գործունեության կազմակերպման մեջ, տրամադրում էր իր տարածքները, պահեստները, ները, երբեմն նույնիսկ սեփական սահմանափակ ֆինանսական միջոցները, գաղթականների ընդունելության ու խնամքի համար։ Եկեղեցու հեղինակությունը ժողովրդի մեջ նաև օգնում էր կառավարությանը հաղորդակցվել բնակչության հետ, հատկապես գյուղական վայրերում, որտեղ պետական ինստիտուտների ներկայությունը գործնականում գոյություն չուներ, բայց քահանաների ու եկեղեցական կառույցների ազդեցությունը մնում էր զգալի։ Քաջազնունին, թեև ինքը հայտնի էր ավելի աշխարհիկ, ռացիոնալիստական հայացքներով, լիովին գիտակցում էր այս համագործակցության գործնական արժեքը եւ պահպանում էր կանոնավոր կապեր կաթողիկոսարանի հետ ողջ իր վարչապետության ընթացքում։ Անձնական մակարդակում, ինչպես երևում է նրա մերձավորների ու գործընկերների հուշերից, Քաջազնունին այս վերջին ամիսներին գնալով ավելի էր հեռանում այն եռանդուն, կազմակերպչական էներգիայով լի մարդուց, ով ստանձնել էր վարչապետությունը 1918 թվականի ամռանը։ Նրա մոտ սկսել էին նկատվել քրոնիկ հոգնածության նշաններ, հաճախակի գլխացավեր, անքնություն։ Գործընկերները հիշում էին, թե ինչպես նա երբեմն խորհրդակցությունների ընթացքում կարճ ժամանակով լռում էր, նայելով դատարկության մեջ, կարծես փորձելով հավաքել ուժեր շարունակելու քննարկումը։ Սա բնական հետևանք էր 14 ամիս անընդմեջ, առանց իրական հանգստի աշխատանքի, մշտական պատասխանատվության ներքո, որտեղ ամեն սխալ որոշում կարող էր վճարվել մարդկային կյանքերով։ Այնուամենայնիվ, նա շարունակում էր կատարել իր պարտականությունները մինչև վերջին օրը, առանց թողնելու, որ անձնական հյուծվածությունը ազդի պաշտոնական գործունեության որակի վրա, գոնե ըստ պահպանված փաստաթղթերի վկայության։ Հատկապես հետաքրքրական է Քաջազնունու աշխատանքային ոճը համեմատած այն ժամանակների այլ առաջնորդների հետ։ Մինչդեռ շատ քաղաքական գործիչներ, հայտնվելով նմանատիպ ճգնաժամային իրավիճակում, հակված են լինում ավելի կենտրոնացնել որոշումների ծայացումը սեփական ձեռքում, կասկածամտորեն վերաբերվել ենթակաների նախաձեռնությանը։ Քաջազնունին, ընդհակառակը, ձգտում էր հնարավորինս լայն պատվիրակել պատասխանատվությունը, վստահելով նախարարներին ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց ոլորտներում։ Այս մոտեցումը մի կողմից թույլ էր տալիս ավելի արագ արձագանքել տեղական խնդիրներին, բայց մյուս կողմից երբեմն հանգեցնում էր համակարգման խնդիրների, երբ տարբեր նախարարություններ գործում էին առանց բավարար փոխադարձ իրազեկվածության։ Ինքը Քաջազնունին ըստ երևույթին գիտակցաբար ընտրում էր այս մոտեցումը, հասկանալով, որ մեկ մարդու ֆիզիկական ու մտավոր ռեսուրսները բավարար չեն ամբողջ պետական մեքենայի ուղղակի կառավարման համար, եւ որ ավելի իմաստուն է կառուցել վստահության վրա հիմնված համակարգ, քան փորձել ամեն ինչ վերահսկել անձամբ։ Օգոստոսին վերջապես հասունացավ այն որոշումը, որին ինքը Քաջազնունին ամենայն հավանականությամբ ներքուստ պատրաստ էր արդեն մի քանի ամիս։ Կուսակցության ղեկավար մարմինները խորհրդարանական խմբակցությունների ճնշման ներքո հասան համաձայնության, ձևավորելու նոր ընդլայնված կոալիցիոն կառավարություն, որը կներառեր նաև ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին։ Այս նոր կառավարության գլուխ պիտի կանգներ Ալեքսանդր Խատիսյանը, Թիֆլիսի նախկին քաղաքագլուխը, փորձառու քաղաքական գործիչ, ով արդեն ակտիվորեն մասնակցել էր Բաթումի բանակցություններին Քաջազնունու կողքին։ Իշխանության հանձնման գործընթացը, ի տարբերություն շատ այլ նորաստեղծ պետությունների փորձի, տեղի ունեցավ առանց բռնության, առանց խորհրդարանական ճգնաժամի, համեմատաբար կանոնավոր օրինական ընթացակարգով։ Սա ինքնին հաշվի առնելով երկրի ընդհանուր անկայունությունը, կարելի է համարել աննշան չափազանցություն չհամարելով իսկական քաղաքական նվաճում, թեկուզ եւ հազվադեպ նշվող պատմության դասագրքերում։
Հրաժարականի գործընթաց ինքնին տևեց մի քանի շաբաթ, քանի որ խորհրդարանական բանակցությունները նոր կոալիցիայի կազմի շուրջ պահանջում էին ուշադիր հաշվարկներ տարբեր կուսակցությունների ներկայացվածության հարցում։ Այս ընթացքում Քաջազնունին շարունակում էր կատարել իր ընթացիկ պարտականությունները որպես գործող վարչապետ, ապահովելով անխափան իշխանության փոխանցում առանց վարչահարական վակուումի, որը կարող էր առաջացնել լրացուցիչ քաոս արդեն այնպես անկայուն երկրում։ Այս անցումային շրջանում ցուցաբերած պատասխանատվությունը, զգուշավոր վերաբերմունքը դեպի պետական շարունակականությունը ինքնին համարվում է քաղաքագետների կողմից որպես նշանակալի ավանդ Հայաստանի վաղ խորհրդարանական մշակույթի ձևավորման գործում, նույնիսկ եթե այս հանրապետություն ինքը գոյատևեց ընդամենը 2 տարուց մի փոքր ավելի։ Իր վերջին ելույթում խորհրդարանում, նախքան պաշտոնական հրաժարականը, Քաջազնունին ըստ պահպանված արձանագրությունների խոսեց ոչ հաղթականորեն, ոչ էլ ամբողջովին ինքնախարազանող տոնով, այլ որպես մարդ, ով փորձում է ազնվորեն ամփոփել կատարվածը։ Նա նշեց, որ իր կառավարությունը ժառանգել է պետություն, որը գոյություն ուներ միայն թղթի վրա, եւ հանձնում է իր իրավահաջորդներին պետություն, որը չնայած բոլոր դժվարություններին դեռ կանգուն է, ունի իր նվազագույն ինստիտուտները, իր բանակը, իր դատարանները, նույնիսկ իր առաջին համալսարանը։ Նա խոստովանեց, որ շատ բան չի հաջողվել, որ սովը, համաճարակը եւ հակամարտությունները հարևանների հետ խլել են անհամեմատ ավելի շատ մարդկային կյանքեր, քան կցանկանար ընդունել որևէ կառավարություն։ Բայց նա նաեւ ընդգծեց, որ գլխավոր նպատակը պահպանել հայկական պետականության շարունակականությունը հենց այն պահին, երբ ամբողջ ազգը գտնվում էր ֆիզիկական ոչնչացման եզրին, հասնում է իրագործման, եւ սա իր կարծիքով արդարացնում է բոլոր այն դժվարին, երբեմն անհամապատասխան, երբեմն սխալ որոշումները, որոնց ինքը ստիպված էր գնալ։ Հատկանշական է, թե ինչպես էին արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչները, ովքեր ունեին առիթ անձամբ շփվել Քաջազնունու հետ այս ամիսներին, նկարագրում նրան իրենց հաշվետվություններում։ Նրանք հաճախ նշում էին նրա զուսպ, գործնական վարվելակերպը, հակադրելով այն ավելի բոցաշունչ, հռետորական ոճին, որը սովորաբար կապվում էր հեղափոխական շարժումների ներկայացուցիչների հետ։ Մեկ բրիտանացի սպա, ով հանդիպել էր վարչապետին Երևանում, իր հուշերում նկարագրում էր նրան որպես մարդու, ով խոսում է թվերով ու փաստերով, ոչ թե կարգախոսներով, ընդգծելով, որ հենց այս հատկանիշը էր, որ ապահովում էր որոշակի վստահություն օտար դիտորդների կողմից, նույնիսկ երբ նրանք թերահավատորեն էին վերաբերվում նորաստեղծ պետության հեռանկարներին ընդհանրապես։ Այս համբավը, որպես լուրջ, հուսալի, խոսքին տեր գործընկեր, դարձել էր անգնահատելի ակտիվ դիվանագիտական բանակցություններում, որտեղ վստահության պակասը հաճախ ավելի մեծ խոչընդոտ էր, քան իրական ռեսուրսների պակասը։ Ինչու վարչապետը, ով կարող էր փորձել կառչել իշխանությունից, ինչպես անում են շատ այլ քաղաքական գործիչներ ճգնաժամային իրավիճակներում, ընդհակառակը ինքն էր նպաստում իշխանության կանոնավոր փոխանցմանը։ Պատասխանը ամենայն հավանականությամբ կայանում է հենց նրա ինժեներական, ոչ թե զուտ քաղաքական մտածելակերպի մեջ։ Նա երբեք չէր դիտարկել իշխանությունը որպես ինքնանպատակ, այլ որպես գործիք կոնկրետ խնդիրների լուծման համար։ Երբ դարձավ ակնհայտ, որ իր գործիքակազմը, իր քաղաքական ռեսուրսը սպառվել է եւ որ նոր թարմ ուժեր ունեն ավելի լավ հնարավորություն առաջ տանելու երկիրը, նա ըստ երևույթին պարզապես ընդունեց այս իրողությունը, առանց դրամատիզացնելու իր անձնական քաղաքական ճակատագիրը։ Այս գիծը գործնական ռացիոնալությունը, որը գերակշռում է անձնական փառասիրության նկատմամբ, կդառնար նրա ամբողջ հետագա կենսագրության առանցքային բնութագիրը, թեև հենց այս հատկանիշը էլ հետագայում կբերի նրան ամենադժվար, ամենահակասական որոշումների առջև, արդեն այլ, ավելի ուշ պատմական համատեքստում։ Նոր Խատիսյանի գլխավորած կոալիցիոն կառավարությունը, որը պաշտոնապես ստանձնեց լիազորությունները օգոստոսի վերջին, փորձեց իրագործել այն, ինչին Քաջազնունին ինքը երկար ժամանակ ձգտում էր, բայց չէր կարողանում լիարժեք հասնել՝ ընդլայնված քաղաքական բազա, ավելի լայն հանրային վստահություն, թարմ էներգիա վարչարարչարարական բարեփոխումների համար։ Հատկանշական է, որ նոր կառավարության շատ նախարարներ պահպանեցին իրենց պաշտոններից ոմանք, ինչը վկայում է ոչ թե արմատական խզման, այլ շարունակականության մասին Քաջազնունու ու իր իրավահաջորդի քաղաքականության միջև։ Այս շարունակականությունը կարևոր է հասկանալու համար, թե որքանով էին հենց այն հիմքեր, որ դրվեցին առաջին կառավարության կողմից, շարունակում ծառայել երկրին անգամ Քաջազնունու անձնական հեռանալուց հետո։ Մի քանի ամիս անց, 1920 թվականի հունվարին, Անտանտի բարձրագույն խորհուրդը վերջապես տրամադրեց դե-ֆակտո ճանաչում Հայաստանի Հանրապետությանը, քայլ, որին ուղղված էին եղել Քաջազնունու կառավարության դեռ առաջին ամիսներից սկսած դիվանագիտական ջանքերը։ Այս ճանաչումը, թեկուզ ուշացած ու թեկուզ արդեն նոր կառավարության օրոք ձեռք բերված, ուներ իր արմատները հենց այն հիմնարար աշխատանքի մեջ, որը կատարվել էր Բաթումի բանակցություններից մինչև Փարիզի կոնֆերանսի առաջին նիստերը։
Հրաժարականից անմիջապես հետո Քաջազնունին չհեռացավ քաղաքական կյանքից ամբողջովին։ Խորհրդարանը գնահատելով նրա փորձառությունը միջազգային բանակցություններում, ինչպես նաև նրա անձնական հեղինակությունը ձեռք բերված Բաթումի ու այլ դժվարին բանակցությունների ընթացքում, նրան վստահեց նոր առաքելություն՝ մեկնել Եվրոպա և Միացյալ Նահանգներ, կազմակերպելու միջազգային աջակցություն երիտասարդ հանրապետության համար։ Այս առաքելության շրջանակներում 1919 թվականից մինչև 1920 թվականը նա հանդիպումներ ունեցավ եվրոպական քաղաքական գործիչների, ամերիկյան բարեգործական կազմակերպությունների ղեկավարների, հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, փորձելով ապահովել շարունակական ֆինանսական ու հումանիտար օգնություն։ Հատկապես Միացյալ Նահանգներում իր գտնվելու ընթացքում Քաջազնունին հանդիպումներ ունեցավ ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ, ովքեր արդեն կազմակերպել էին զգալի բարեգործական ցանց Հայաստանին օգնելու համար։ Նա մասնակցում էր հանրահավաքների, տալիս էր հարցազրույցներ մամուլին, ներկայացնում էր Հայաստանի իրական վիճակը, փորձելով հակազդել այն ավելորդ լավատեսությանը, որը երբեմն տիրում էր հեռվից դիտող դիտորդների մոտ, ինչպես նաև այն չափազանց մռայլ պատկերացումներին, որոնք երբեմն ձևավորվում էին թերի տեղեկատվության հիման վրա։ Նրա ուղիղ փաստերի վրա հիմնված մոտեցումը, որը արդեն դրսևորվել էր դեռ Երևանում աշխատելու տարիներին, նույն կերպ գործում էր նաև այստեղ, արտասահմանում, որտեղ նա փորձում էր ստեղծել ռեալիստական, բայց հուսադրող պատկեր, ընդգծելով և ձեռքբերումները, և մնացած մարտահրավերները։ Այս գործունեությունը, թեև ավելի քիչ հայտնի, քան նրա վարչապետության շրջանը, ուներ իր կարևորությունը։ Հենց այս ուղևորությունների ընթացքում կուտակված կապերն ու փորձառությունը հետագայում պիտի ազդեին նրա ողջ աշխարհընկալման վրա, ձևավորելով այն տեսակետը արտաքին աշխարհի ու մեծ տերությունների իրական մոտիվացիայի մասին, որը շատ տարբերվում էր այն միամիտ լավատեսությունից, որով նա սկսել էր իր քաղաքական ուղին։ Եթե փորձենք հեռվից, պատմական հեռանկարից նայել այս 14 ամսվա վարչապետությանը, ինչպիսի պատկեր է ձևավորվում։ Ակնհայտ է, որ Քաջազնունու կառավարությունը ոչ մի կերպ չի կարող կոչվել հաջողված ամեն առումով։ Սովն ու համաճարակը խլեցին բազմահազար կյանքեր։ Պատերազմը հարևանների հետ վատնեց արժեքավոր ռեսուրսներ։ Ներքին քաղաքական դարվածությունը երբեք ամբողջովին չմարեց։ Բայց միևնույն ժամանակ, եթե չափանիշ ընտրենք ոչ թե իդեալական կառավարման, այլ պարզ գոյատևման խնդիրը, պատկերն արմատապես փոխվում է։ Այն կառավարությունը, որը ստանձնեց իշխանությունը մի պետության գլուխ, որը գոյություն չուներ ոչ մի ենթակառուցվածքի, ոչ մի ինստիտուտի, ոչ մի ֆինանսական հիմքի տեսքով, 14 ամսում կարողացավ ստեղծել նվազագույն, բայց իրական պետական ապարատ, պահպանել բանակի գոյությունը, ապահովել միջազգային ճանաչման հիմքերը և ամենակարևորը, պահպանել ֆիզիկապես գոյատևած հազարավոր գաղթականների կյանքը մի ժամանակահատվածում, երբ ամբողջական ոչնչացումը իրապես հնարավոր այլընտրանք էր թվում։ Պատմաբանները, ովքեր հետագայում փորձեցին գնահատել Քաջազնունու վարչապետության շրջանը, հաճախ բախվում էին մեթոդաբանական դժվարության։ Ինչպես համեմատել այս կառավարությունը այլ ավելի կայուն պայմաններում գործող կառավարությունների հետ։ Սովորական չափանիշները, տնտեսական աճ, ենթակառուցվածքային զարգացում, կրթական ցուցանիշների բարելավում պարզապես կիրառելի չեն այնպիսի իրավիճակի համար, երբ հիմնական խնդիրը ամեն օր եղել է պարզապես ֆիզիկական գոյատևումը։ Ոմանք փորձել են գնահատել Քաջազնունու կառավարությունը, համեմատելով այն այլ նմանատիպ ճգնաժամային իրավիճակներում գործող կառավարությունների հետ, օրինակ Եվրոպայի այն երկրների, որոնք նույնպես կերպարանափոխվում էին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Այս համեմատություններից է, որ ի հայտ է գալիս Հայաստանի դեպքի յուրահատկությունը։ Քիչ որևէ այլ նորաստեղծ պետություն ստիպված էր միաժամանակ դիմակայել այնպիսի համակցված աղետների, ինչպիսիք էին ցեղասպանության անմիջական հետևանքները, զանգվածային գաղթականությունը, սովը, համաճարակը և տարածքային պատերազմները մի քանի հարևանների հետ։ Այս հակասական երկակի ժառանգությունը հենց այն է, ինչը դարձնում է Հովհաննես Քաջազնունուն այդքան բարդ բազմաշերտ պատմական դեմք։ Նա ոչ հերոս էր դասական իմաստով, ոչ էլ ձախողված ղեկավար։ Նա եղավ մի մարդ, ով ընդունեց անհնարին առաքելություն, կատարեց այն այնքանով, որքանով դա ընդհանրապես հնարավոր էր տվյալ պայմաններում, և հեռացավ առանց ցուցադրական դրամատիզմի, երբ հասկացավ, որ իր դերն ավարտված է։ Ինժեները, ով երբեմնի հավատում էր ամուր հիմքերի ուժին, ստիպված եղավ կառուցել ամենափխրուն, ամենաանկայուն կառույցը, որը երբևէ գոյություն է ունեցել՝ պետություն ավերակների ու սովի վրա։ Եվ այն փաստը, որ այս կառույցը, չնայած ամեն ինչին, կանգուն մնաց մինչև հաջորդ կառավարության ստանձնումը, թերևս հենց դա էլ եղավ նրա ամենամեծ, թեև ամենալուր ձեռքբերումը։ Հարց է մնում, թե ինչպես գնահատել այն ղեկավարին, ում գործունեության չափանիշը ոչ թե հաղթանակներն են, այլ ավերածությունների նվազագույնացումը։ Ոչ թե շքեղ շենքերի կառուցումը, այլ պարզապես այն, որ մարդիկ մնացին ողջ,
երբ ամեն հանգամանք թելադրում էր հակառակը։ Պատմությունը սովորաբար հիշում է հաղթողներին ու կառուցողներին, ոչ թե նրանց, ովքեր պարզապես կանխեցին ամբողջական կործանումը, բայց միգուցե հենց այս տեսակի աննկատ, չգնահատված հերոսությունն է ամենահրաժեշտը այն պահերին, երբ ազգը գտնվում է գոյության ամենասուր եզրին։ Հովհաննես Քաջազնունին, առաջին վարչապետը, ով ստանձնեց ղեկը մի պետության, որը ուրիշների աչքին թվում էր դատապարտված, թողեց այն այնպիսի վիճակում, որ հաջորդները կարողացան շարունակել շինարարությունը։ Իսկ դա ամեն ինչի հաշվառմամբ հեռու է փոքր ձեռքբերումից։ Հետագա տասնամյակների ընթացքում, երբ հայկական պատմագրությունը և խորհրդային Հայաստանում և Սփյուռքում փորձեց վերագնահատել առաջին հանրապետության ժառանգությունը, Քաջազնունու վարչապետության շրջանը հաճախ մնում էր հակասական մեկնաբանությունների առարկա։ Խորհրդային պատմագրությունը հակված էր ընդգծել կառավարության թերությունները, սոցիալական անհավասարությունը, կոռուպցիայի դեպքերը, ներկայացնելով դաշնակցության իշխանությունը որպես ձախողված բուրժուական փորձ, որը բնականաբար պիտի փոխարինվեր խորհրդային կարգերով։ Սփյուռքահայ պատմագրությունը ընդհակառակը հակված էր ընդգծել հերոսականությունը, զոհողությունը, պետականաշինության դժվարին, բայց արժանապատիվ ջանքերը, հաճախ մեղմացնելով կամ լիովին անտեսելով կառավարության իրական սխալները։ Ժամանակակից ավելի հավասարակշռված պատմագիտական մոտեցումը փորձում է հաշվի առնել երկու տեսանկյունները, ընդունելով և իրական ձեռքբերումները, և իրական թերացումները, առանց դրանցից ինչ որևէ մեկը գերադասելու գաղափարական նպատակների համար։ Կան ղեկավարներ, որոնց հիշում են իրենց խոսքերի համար, և կան ղեկավարներ, որոնց հիշում են իրենց կառուցածի համար։ Բայց կա նաև երրորդ, ավելի հազվադեպ, ավելի դժվար ճանաչելի կատեգորիա՝ ղեկավարներ, որոնց իրական ներդրումը չափվում է ոչ թե ինչ-որ բանի ստեղծմամբ, այլ ինչ-որ բանի չկործանմամբ։ Հովհաննես Քաջազնունին պատկանում է հենց այս երրորդ կատեգորիային։ Նրա գլխավոր ձեռքբերումը ոչ թե որևէ շքեղ շենք էր, ոչ թե տպավորիչ տարածքային նվաճում, այլ պարզապես այն փաստը, որ երբ նա հանձնեց իշխանությունը իր իրավահաջորդին, Հայաստանի Հանրապետությունը դեռ գոյություն ուներ։ Այս թվացյալ համեստ արդյունքը, եթե խորապես մտածենք, պահանջում էր ամենօրյա անընդհատ հյուծիչ ջանք, ամեն մեկ օրվա ընթացքում կանխելու տասնյակ հնարավոր աղետներ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր դառնալ վերջնական։ Ընդհանուր առմամբ, եթե փորձենք ամփոփել Քաջազնունու վարչապետության դասերը ավելի լայն, ընդհանրական իմաստով, կարող ենք ասել հետևյալը. պետականաշինությունը ճգնաժամի պայմաններում պահանջում է ոչ թե հերոսական ժեստեր, այլ մշտական, հանգիստ, երբեմն աննկատ վարչահարական աշխատանք, կրկնվող, հոգնեցուցիչ, հաճախ առանց տեսանելի արդյունքի կարճաժամկետ հեռանկարում։ Այս տեսակի ղեկավարումը հազվադեպ է արժանանում պատմական փառքի, քանի որ նրա հաջողությունը չափվում է ոչ թե տպավորիչ նվաճումներով, այլ աղետների բացակայությամբ, որոնք հակառակ դեպքում կարող էին տեղի ունենալ։ Ինչպես ասում է հին առածը, լավագույն կառավարիչը նա է, ում գոյության մասին ժողովուրդը հազիվ գիտի, քանի որ ամեն ինչ գործում է առանց ցնցումների։ Քաջազնունու դեպքում այս սկզբունքը գործում էր հածում էր հակառակ ուղղությամբ։ Ամեն ինչ գործում էր հենց ցնցումների մեջ, մշտական ճգնաժամի պայմաններում։ Եվ հենց այս պայմաններում գնահատել ղեկավարի արժանիքը դառնում է առանձնապես բարդ, բայց նաև առանձնապես կարևոր խնդիր պատմաբանների համար։ Այսօր, 100-ից ավելի տարի անց, երբ նայում ենք այլ լուսանկարներին, որոնք պահպանվել են այդ շրջանից, երբ տեսնում ենք երիտասարդ, դեռևս եռանդուն դեմքով վարչապետին կանգնած իր փոքրաթիվ նախարարների կողքին, դժվար է լիովին պատկերացնել այն ծանրությունը, որ նրանք կրում էին իրենց ուսերին։ Նրանք չունեին ոչ պատմական օրինակ, որին հետևել, ոչ միջազգային փորձառություն, որից սովորել, ոչ իսկ երաշխիք, որ իրենց ջանքերն ընդհանրապես կունենան որևէ նշանակություն վաղվա օրվա համար։ Նրանք պարզապես աշխատում էին, ամեն օր, առանց հանգստի, առանց երաշխիքի, հավատալով, որ իրենց ջանքերը կարևոր են, նույնիսկ եթե արդյունքն անհայտ էր մնում մինչև վերջին պահը։ Եվ հենց այս հավատի մեջ, ավելի քան որևէ կոնկրետ դիվանագիտական հաղթանակում կամ վարչարարական բարեփոխումում, կայանում է Հովհաննես Քաջազնունու իրական ժառանգությունը, ապացույցը, որ պետություն կարելի է պահել կանգուն, նույնիսկ ամենամութ, ամենահուսահատ ժամանակներում, եթե գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են կրել այդ բեռը, առանց փառքի ակնկալիքի, զուտ պարտքի զգացումից ելնելով։